Ստամբուլի դատարանի որոշմամբ ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է։ Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Գործիչը սակայն հերքել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները։ Ընդդիմության համոզմամբ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը։ Բողոքի ցույցերի ավելի քան 1100 մասնակից է ձերբակալվել, այդ թվում լրագրողներ։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները կիրակի օրը հանդիպել են Էր-Ռիադում քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի հնարավորությունը։ Այսօր մենք աշխատում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցերի շուրջ։ Մեր պատվիրակության կազմում են էներգետիկներ, ինչպես նաեւ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ, գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Էր-Ռիադում ընթանում է Ուկրաինայում հրադադարի ազատման հարցով ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունների հանդիպումը։ Կողմերը քննարկում են Սևծովյան նախաձեռնության հնարավոր վերսկսումը, որը վերաբերում է Սևծովում նավագնացության անվտանգությանը, հայտնել է ՌՏ նախագահի օգնական Ուշակովը։ Պեսկովն էլ հայտարարել, որ հացահատիկի համաձայնագրի թարմացումից բացի կքննարկվեն պատերազմի ավարտի այլ նյուանսներ եւ ասպեկտներ։ Իրանը ճնշմատակ ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, Աբաս Արաղչին է ասել։ Սա մեր հստակ քաղաքականությունն է եւ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ։